Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցել եմ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ տիկին նախարար հրավերն ընդունելու համար, շատ կարևոր եւ քննարկվող հարցից ենք մեր զրույցը սկսելու եւ շարունակելու։ Ես հիշում եմ, որ դեռ 24 թվականից նշվում էր, որ պիտի ներդրվի առողջության ապահովագրությունը։ Ես հատուկ համապարփակ եւ կամ համընդհանուր բառ չեմ օգտագործում, որովհետեւ այստեղ որոշակի շտկումներ, հստակեցումներ են եղել։ Եվ նաեւ հիշում եմ, որ 25 թվականին, երբ բյուջեն էր քննարկվում, 24-ի ժամանակ 25-ի բյուջեն էր քննարկվում, այդտեղ ապահովագրության ռեֆորմի համար միջոցներ չհատկացվեցին։ Հիմա արդեն նշվում է, որ առաջին փուլը մեկնարկում է 26 թվականին, թեև արդեն 26-27-ին պիտի վերջնականացվեր այս ռեֆորմը։ Ինչ է եղել եւ ինչն է պատճառը, որ հարցը այսքան ձգձգվում է եւ արդյոք կան իսկապես խնդիրներ, որ ժամանակի ընթացքում եք հասկացել եւ փորձել եք դրանց լուծում տալ։ Իհարկե, ինչպես նշեցիք, այս բարեփոխումը շատ լայնածավալ է եւ ինչպես վերաբերում է շատ մեծ ռեսուրսների, այնպես էլ համակարգային փոփոխությունների։ Եվ կարծում եմ, որ մեր կառավարության կողմից այս 3 տարիների աշխատանքը հնարավորինս մանրամասն քննարկելու եւ բոլոր հնարավոր հարցերը այս փուլում, որոնք մեզ հայտնի են, դրանց պատասխանները տալու կարևոր գործընթաց անցանք։ Իհարկե մեզ համար, ինչպես նշեցիք, արդեն հստակ է եւ բյուջեի շրջանակներում հաստատվել է, որ 2026 թվականից մեկնարկում ենք առաջին փուլը եւ հաջորդիվ էլ արդեն 3 տարիների ընթացքում մենք ամբողջական համակարգը պիտի ներդնենք։ Դուք նշում եք, որ ապահովագրությունը վերաբերելու է բոլորին, բայց ոչ բոլոր ծառայություններին։ Արդյոք այս դեպքում քաղաքացիները շահած դուրս կգան։ Իհարկե շահած դուրս կգան, որովհետև մենք բոլորս միասին մասը կազմելով այս համակարգի նպաստելու ենք, որ ամեն մեկը շատ ավելի ստանա համակարգից, քան թե այդ պահին վճարում է իրականացնելու։ Բացենք փակագծերը, ինչ են նշանակում։ Իհարկե, տեսեք, երբ որ բոլորս, թե առողջները, թե այս պահին հիվանդները, մեծահասակներ, երիտասարդներ, աշխատողներ, չաշխատողներ, բոլորի ռիսկը, երբ որ միավորում ենք մեկ զամբյուղի մեջ եւ դրա արդյունքում հաշվարկում ենք ապահովագրական փաթեթի արժեքը, մեկ անձի համար այդ ապահովագրական փաթեթի արժեքը ավելի մատչելի է դառնում։ Եվ այստեղ էլ տեսեք, մենք պիտի հասկանանք, որ առողջապահական ծախսերը դրանք միշտ կան եւ այնպես չի, որ մենք նոր ենք սկսելու վճարել մեր առողջության համար, այլ այս համակարգը մեզ տալու է օպտիմալ ձևաչափ, ինչպես ճիշտ վճարենք, փոքր վճարենք եւ երբ որ ունենում ենք խնդիր, ապահոված լինենք, որ այս առողջական խնդրի պարագայում մենք աղետալի ծախսեր չենք կրելու։ Իսկ սա հնարավոր է միայն մեծ թվերի մեծ ռեսուրսների կուտակման շնորհիվ։ Որևէ փոքր խումբ չի կարողանա արժանանա այն ուրեմն արդյունքներին, ինչ որ մեր ողջ հանրապետության բնակչության թիվն է, ռեսուրսներն են եւ մեկ համակարգի աշխատանքն է։ Սա շատ կարևոր է եւ ի վերջո մեր ընտրությունը մոդելի մենք շատ երկար ենք քննարկել եւ թե միջազգային փորձագետների, թե մեր տեղային պատմությունը առողջապահական համակարգի եւ տնտեսության ամբողջական ընկալումը մեզ հանգեցրեց, որ Հայաստանի համար այս պահին ամենաօպտիմալ մոդելը հենց միասնական մեկ ապահովագրական համակարգ ունենալն է։ Տիկին նախարար, տեսեք, մեկ փաթեթը արժանալու է մեկ անձի համար 129,600 դրամ, ես ճիշտ եմ մտաբերում, այո, սա արդյոք այն օպտիմալ գումարն է, որ անձին իր առողջությունը ապահովագրելու համար անհրաժեշտ է, որովհետև մենք ունենք հիվանդությունների ցանկ, որոնք ներառված են լինելու փաթեթում եւ ունենք հիվանդությունների որոշակի ցանկ, որոնք ներառված չեն լինելու։ Խնդրում նաեւ դրա մասին խոսեք։ Ինչ սկզբունքով եք ընտրել, թե որ հիվանդությունները պիտի ապահովագրվեն, որոնք ոչ, եւ արդյոք այն փաթեթի գումարը, որը դուք ընտրել եք, բավարար է, որպեսզի անձը կարողանա իր բուժման ամբողջական ծախսերը, թեկուզ արդեն իսկ նշված հիվանդությունների գծով փակի։ Սկզբունքը շատ պարզ է։ Ընտրել ենք ելնելով նպատակից, որն է այս ապահովագրական բարեփոխման նպատակը։ Մեր բնակչության
առողջապահական հարցը լուծելն է։ Այսինքն, որ մեր քաղաքացիները ուրեմն չունենան մահվան հանգեցնող կամ հաշմանդամության հանգեցնող վիճակներ առողջական։ Եվ առաջնահերթություն դիտարկելով այս երկու կարևոր ուղղությունները, ընտրել ենք որ հիվանդություններից եւ որ հիվանդությունների որ էտապներում են մեր բնակչությունը ունենում լրջագույն խնդիրներ։ Առանձնացրել ենք այդ հիվանդությունների եւ ծառայությունների փաթեթը, դրանից հետո հաշվարկել ենք, թե եթե այս ծառայությունների փաթեթը այս գներով 3 միլիոն բնակչությանը, որը ունի վիճակագրական առողջական պատկեր որոշակի, հիվանդացության, մահացության, դիմելիության, ինչպիսի արժեք պիտի դնենք մեկ փաթեթի արժեքը, որպեսզի կարողանանք համակարգը ապահովել։ Եվ այս հաշվարկի արդյունքում ստացել ենք այդ 129600 դրամը եւ նախագծով առաջարկված սա թիվն է լինելու։ Եվ հաջորդ թիվ մեր նպատակը իհարկե լինելու է, որ առաջնահերթ հարցերը կարողանանք լուծենք եւ հետագա սերունդները հնարավորինս արդեն կդիտարկեն հավելյալ ծառայությունները։ Շատ ճիշտ նշեցիք։ Առողջության համընդհանուր ապահովագրությունը ծածկելու է ի վերջո բոլոր քաղաքացիներին, բայց չի տրամադրելու Հայաստանում արկա բոլոր առողջապահական ծառայությունները, որտեղ սա նաեւ ներ նպատակը չէ այս պահին ապահովելու մոտավորապես ընդհանուր առմամբ այսօր Հայաստանում արկա բոլոր առողջապահական ծառայությունները եւ հիգիենիկ պարագաները, այն ամեն ինչը ինչ որ մենք ծախսում ենք, դրա մոտ 30%-ն է, որ ներառված է լինելու մեր ապահովագրական փաթեթի մեջ։ Բայց այդ դեպքում կստացվի, որ մենք մեր բնակչության առողջության հարցը կամ առողջապահության հարցը կարողանում ենք բավարար չափով լուծել, եթե ընդամենը 30% հիվանդությունների մասին ենք խոսում։ Մենք պիտի հասկանանք, որ այս 30%-ը հենց առաջնակի կարևորագույն ծառայություններն են եւ ամենահաճախ ուրեմն կարիք ունեցող ծառայություններն են։ Այստեղից ենք գալիս, որովհետեւ տեսեք, սա էլ շատ կարևոր է։ Արդյոք օրինակ պլաստիկ վիրաբուժությունը կարևոր չէ, իհարկե կարևոր է, բայց մենք հասկանում ենք, որ այս պահին եւ ընդհանրապես առաջնակի բազային փաթեթի մեջ մենք չենք կարող ունենալ պլաստիկ վերականգնողական բուժօգնություն եւ չենք ներառել։ Հաջորդ թիվ ատամնաբուժական ծառայությունները կարևոր են, իհարկե կարևոր են, բայց մենք այս պահին ներառել ենք շատ սահմանափակ միայն բուժական հատվածը։ Եվ ինչու ենք այդպես արել, որպեսզի ստանանք փաթեթի մի արժեք, որը այս պահին մենք կարող ենք վճարել մեր քաղաքացիների համար։ Բայց տեսեք, ամենակարևոր ծառայությունները, օրինակ, անհետաձգելի բուժօգնությունը, օրինակ տրավմաների ժամանակ վիրահատական միջամտությունները, սրտանոթային հիվանդությունների դեղորայք եւ միջամտություններ, ստենտավորում դրա շրջանակներում, ռիթմավար սարքեր, ճնշման դեղեր։ Արդյոք սա չի մեր ամենակարևոր հարցը։ Այո, հենց սա է մեր ամենակարևոր հարցը, եւ մենք ի վերջո պիտի սկսենք համակարգը գործարկել, դրա շրջանակներում անընդհատ մոնիտորինգ պիտի անենք, ինչպես են կարիքները փոխվում մեր բնակչության եւ դրան համապատասխան նաեւ ծառայությունների փաթեթը շտկումներ իրականացնենք։ Սա է մեր ռազմավարությունը եւ մենք այսպեսի պիտի շարժվենք առաջ։ Այս փաթեթը գործելու է նախարարության վերահսկողության տակ գործող, այլ կերպ ասած լիցենզավորված բոլոր բժշկական կենտրոններին, հիվանդանոցներին, ճիշտ է։ Այո, բժշկական կենտրոնները դիմելու են ապահովագրական ուրեմն համակարգի ներքո ծառայություններ մատուցելու համար եւ պայմանագիր են կնքելու ապահովագրական հիմնադրամի հետ։ Դրանից հետո մեր քաղաքացիները ազատ կարող են ընտրել, որ բժշկական կենտրոնում են ուզում ստանալ ծառայությունը եւ արդեն ծառայությունը ստանալուց հետո ապահովագրական հիմնադրամը կփոխհատուցի այդ ծառայության համար եւ մեր քաղաքացուն էլ կուղարկի տեղեկատվություն, որ հարգելի քաղաքացի, ստացել եք այս ծառայությունը, ձեզ համար ապահովագրական հիմնադրամը փոխհատուցել է այսքան գումար, որպեսզի մարդն էլ կարողանա թափանցիկ կերպով տեսնել նախ ինչքան է ստանում ծառայություններ եւ դրա դիմաց ապահովագրական հիմնադրամը ինչքան է փոխհատուցումներ իրականացնում։ Տիկին նախարար, մի հարց էլ հողի վրա փորձեմ այդ հարցը ձևակերպել։ Հավանաբար ուռուցքային հիվանդությունները առաջնային կարևորության են եւ ներառված են լինելու փաթեթում։ Իսկ
տրամադրվող գումարը այդ բուժման հետ կապված սահմանաչափ է ունենալու, ենթադրենք մարդը ունի ուռուցք եւ բուժման ընթացքի մեջ է, որոշակի գումարի սահմանում է այդ բուժումը իրականացնելու հավելյալի պարագայում ինքն է իր գրպանից վճարում կատարելու, թե անսահմանափակ է։ Այսինքն որքան բուժում պահանջվեց, որքան ֆինանսական միջոցներ դրա համար պահանջվեցին, վճարումը տեղի է ունենալու, թե ոչ։ Իհարկե ոչ, անսահմանափակ երբեք չի լինում ապահովագրական փաթեթը եւ այո ունենալու ենք որոշակի փոխհատուցման սահմանաչափեր։ Օրինակ քիմիոթերապևտիկ դեղերի սահմանաչափը տարեկան լինելու է 1.2 միլիոն դրամ։ Դրանից ավել պահանջվող ծախսերը այո դեռ քաղաքացին շարունակելու է վճարել։ Բայց արդյոք 1.2 միլիոն դրամը շատ մեծ թեթևացում չի։ Իհարկե շատ մեծ թեթևացում է եւ մեր գնահատականով այս համակարգը նաեւ օգնելու է, որ մենք կարողանանք 1.2 միլիոն դրամի շրջանակներում շատ ավելի լայն դեղորայքային ցանկ տրամադրել, առաջարկել, որովհետեւ մեծ ռազմավարական գնում ենք իրականացնելու, սա էլ շատ կարեւոր է։ Երբ որ անհատն է հանդիսանում իր ծառայությունների կամ դեղորայքի համար վճարողը, նա միշտ ավելի թանկ է վճարում եւ նույն դեղորայքի համար նա ավել է վճարում, որովհետեւ այդպես է շուկայի կանոնը։ Եթե դու առնում ես նույն ծառայությունից 100 միավոր թե 1 միավոր, դրանց արժեքները լրիվ տարբեր են։ Բայց այստեղ կա մեկ այլ խնդիր, որին կարող են քաղաքացիները բախվել եւ նաեւ դրա մասին խոսում են, օրինակ պետպատվերի շրջանակում, երբ ծառայություն են ստանում, իրենք ասում են, որ երբեմն դեղերն են ավարտվում կամ երբեմն այն դեղերը, որոնք իրենք ունեն բուժման համար բուժիչը նշանակել է այստեղ չկա եւ դրսից այդ դեղերը պիտի բերեն այս պարագայում նման խնդիրներ արդյոք հաշվարկված են, նման ռիսկեր կարող են առաջանալ, թե ոչ նաեւ այս պարագայում։ Այդ ռիսկերը միշտ են արկա եւ այսօր են արկա եւ հետո էլ են արկա լինելու։ Մեր խնդիրն է այս համակարգը այդ բոլոր ռիսկերը շատ ավելի լավ է կառավարում եւ մենք շատ ավելի շատ գործիքներ ունենք դրանք կառավարելու, քան թե այսօր ունենք։ Այսօր գիտեք եվրոպական երկրներում է լինում, որ որոշակի դեղեր դուրս են գալի արտադրությունից եւ այլևս քաղաքացին չի կարողանում դրանք օրինակ ձեռք բերել։ Եվ մեր խնդիրը հենց դրանումն է, որ ավելի ուրեմն ճիշտ համակարգ ունենալու արդյունքում հնարավորինս կառավարենք այսօրվա ռիսկերը եւ հետագայում առաջացող ռիսկերը։ Տիկին նախարար, իսկ դեղերը եւս, որոշակի դեղեր եւս փաթեթի մեջ են ներառվելու։ Այո, անպայման մենք ունենալու ենք նաեւ դեղորայքային ապահովման ուրեմն շրջանակ եւ ինչ ես նշեցի չարորակ նորագոյացությունների հետ կապված դեղերը, բայց նույն սրտանոթային դեղերը, նույն շաքարային դիաբետի կամ այլ հիվանդությունների պարագայում մենք եւս փոխհատուցելու ենք դեղերի անվանացանկ եւ այդ անվանացանկը եւ փոխհատուցման գումարներն էլ մենք արդեն հաշվարկները իրականացրել ենք։ Լավ, 26 թվականի սկզբից ապահովագրական այս փաթեթները մտնում են ուժի մեջ, շահառուների մասին խոսենք եւ առաջինը խոսենք նաեւ նրանց մասին, թե ովքեր են առաջինը վճարումներ կատարելու ապահովագրական փաթեթների համար։ Դուք նշել եք, որ կլինեն շահառուների խմբեր, որոնց փաթեթների արժեքը ամբողջությամբ կվճարի պետական բյուջեն։ Այս մասով խնդրում եմ կհստակեցնեք դետալային, թե որ խմբերն են դրանք լինելու են խմբեր, որոնք մասամբ կամ ամբողջությամբ են վճարելու իրենց փաթեթների համար։ Հստակեցնենք այս մասը, անցնենք առաջ։ Ուրեմն պետության կողմից ապահովագրվող անձինք հետևյալ խմբերն են լինելու։ Մինչև 18 տարեկան անձինք, 18-ից 65 տարեկան հաշմանդամություն եւ սոցիալական կարգավիճակ, այսինքն անապահովության բալ ունեցող անձինք եւ 65 տարին պլյուս անձինք արդեն անկախ կարգավիճակից։ Այսինքն մենք ունենք երկու շեմ տարիքային, ովքեր առանց որևէ կարգավիճակի պետության կողմից կապահովագրվեն, ես կրկնեմ, մինչև 18 65 պլյուս 18-ից 65-ի միջակայքի անձինք կապահովագրվեն պետության կողմից, եթե հանդիսանում են հաշմանդամ եւ եթե ունեն սոցիալական կարգավիճակ անապահովության միավորներ 28 պլյուս։ Չէ, ոչ թե միայն առաջին փուլի համար է նախատեսված, թե հետագայի համար էլ։ Տեսեք, մեր օրենքի տրամաբանությունը այնպես է, որ մենք տալիս ենք դեռ 2 տարվա այսպես պերսպեկտիվան։ Իհարկե մենք ազգային ժողովում էլ դեռ քննարկելու ենք այս հետագա ընթացքները եւ ըստ էության ամեն տարի է երկրի բյուջեով է սահմանվում, թե որ խմբերը ինչ ձևաչափով կսուբսիդավորվեն։ Իսկ ինչ հիմնավորումներով եք ընտրել այդ տարիքային սահմանները։ Մինչև 18 տարեկան 65 պլյուսը։
Մինչև 18 տարեկանը մեզ համար մեր երկրի ռազմավարական նպատակն է, որ ունենալ հնարավորինս առողջ սերունդ եւ առողջապահությունը եւ կրթությունը ամենամեծ ներդրումն են մեր երեխաների մեջ։ 65+ տարիքի անձինք մեր մեծ կարիքը ունեցող շահառուների խումբն են եւ ըստ էության սա էլ տեղավորվում է մեր ժողովրդագրության ռազմավարության մեջ։ Մենք պիտի կարողանանք մարդկանց ապահովել եւ շարունակել նրանց առողջական խնդիրները հոգալ, որպիսի մարդը կարողանա աշխատի կամ կարողանա ինքը իր մասին հոգ տանի։ Ես մի պարզ օրինակ բերեմ։ Կատարակտի վիրահատությունը այսօր շատ դեպքերում անհասանելի է մեր 65+ տարիքի անձանց համար, բայց մարդը երբ որ կորցնում է իր տեսողությունը, այն պարագայում, երբ որ այդ հարցը շատ հեշտությամբ կարելի է ուղղվել, նա չի կարողանում աշխատի, չի կարողանում իր կենցաղային հոգսերը հոգա եւ ըստ էության դառնում է արդեն տեսողությունը կորցնելու արդյունքում դառնում է հաշմանդամ։ Հիմա մեր նպատակն է հոգալ մարդու խնդիրը այն ժամանակ, երբ որ դա արժի շատ ավելի այսպես ծախսարդյունավետ եւ օգնենք, որ մարդը ինքը իր ծախսերը հոգա, ինքը իր աշխատանքով ապահովի իր կենսագործունեությունը։ Մի հարց էլ կա, տեսեք, մենք խոսում ենք ընդհանուր առմամբ կենսաթոշակների հետ կապված։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 65 տարին պլյուս անձինք իրենց կենսաթոշակի մեծ մասը ուղղում են առողջապահական ծախսերի վրա։ Հիմա մեր նպատակն է այդ ծախսը վերցնել պետության վրա եւ սրանով նպաստել, որ քաղաքացին իր կենսագործունեության համար ավելի հնարավորություններ ունենա ծախսեր իրականացնելու։ Իսկ 200,000 դրամ աշխատավարձի պարագայում ինչ եք սահմանել։ Հիմա հաջորդ խումբը, որ իր հաշվին է, այսպես ասած, ապահովագրվելու, դա 200,000-ից ավել աշխատավարձ ստացող անձինք են։ Այստեղ էլ մենք հասկանում ենք, որ առաջին տարին ապահովագրական համակարգի ներդրման մեզ համար շատ կարևոր էր, որ մարդիկ շատ չզգան այդ բեռը այն ժամանակ, երբ որ դեռ չեն էլ հասցրել բանից օգտվելու, այս ծառայություններից օգտվելու։ Եվ պետությունը այստեղ շատ մեծ քայլ է իրականացնում թեթևացնելու ամեն ամիս վճարվելիք ապահովագրավճարի բեռը։ Ոնց 200,000-ից 500,000 դրամ ստացող անձինք այսօր զինապահ հիմնադրամին վճարում են 5,500 դրամ։ Նրանք կշարունակել վճարել 1000 դրամ զինապահ հիմնադրամին, 4,500 դրամը կկարողանան ուղղել առողջության ապահովագրության համար։ Հաջորդիվ նրանք սոցիալական կրեդիտների շրջանակներում իրավունք կունենան հետ ստանալ մինչև 6,000 դրամի ուրեմն հատվածը։ Եվ այստեղ տեսնում ենք, որ 10,500 դրամը պետությունը ըստ էության թեթևացրել է բեռը վճարվելիք։ Սոցիալական ներողություն կրեդիտ ասելով նկատի ունեք, եթե հայտարարագրում անցնեն եւ ստանան այդ կրեդիտները։ Այո։ Ոչ թե եթե, այլ մենք բոլորս պիտի հայտարարագրենք եւ հայտարարագրման արդյունքում կարող ենք նաեւ այս սոցիալական կրեդիտներից օգտվել։ Հաջորդիվ 500-ից 1 միլիոն դրամ ստացող անձինք եւս զինապահ հիմնադրամին վճարում են այսօր 8,500 դրամ, կշարունակեն վճարել 1000 դրամ, 7,500 դրամը կուղեն առողջության ապահովագրությանը եւ նույն տրամաբանությամբ մինչեւ 4,000 դրամ կկարողանան սոցիալական կրեդիտներից հետ ստանալ։ 1 միլիոն դրամից ավել ստացողները կշարունակեն վճարել ուրեմն զինապահ հիմնադրամին 15,000 դրամը, իսկ սոցիալական կրեդիտների շրջանակներում 4,000 դրամ հետ կստանան։ Այստեղ էլ մենք փորձել ենք հենց սոցիալական արդարության պահպանել, որտեղ մենք հասկանում ենք 200,000 դրամ ստացողի համար 129,600 դրամը տարեկան լրիվ այլ բեռ է, 1 միլիոն դրամից ավել ստացողի համար այլ բեռ է եւ այս բարեփոխման արդյունքում մենք նաեւ հավասարակշռելու ենք սոցիալական արդարության պահը։ Եկեք իմ հաջորդիվ հարցին, ես հիշում եմ, երբ ժամանակին դեռ ուզում էինք այս ամբողջ համակարգը ներդնել տարիներ առաջ, նշվում էր ամենահետաքրքիր հարցը մարդկանց համար հետեւյալն էր, թե քանի տոկոս ի վերջո այս ապահովագրական փաթեթը պիտի խլի աշխատող քաղաքացիների գրպանից եւ հենց սոցիալական արդարության հարցները բարձրացվում։ Դե պարզ է, որ
այս փաթեթների համար պիտի վճարեն աշխատող քաղաքացիները։ Նրանք, ովքեր չեն աշխատում կամ օրինակ պետությունից թաքցնում են, որ իրենք աշխատում են, իրենք չեն վճարելու փաստացի եւ աշխատող քաղաքացիները վճարելու են աշխատողների եւ նաեւ իրենց աշխատանքը եւ աշխատավարձը թաքցնող քաղաքացիների համար։ Եվ հարցեր բարձրանում, որտեղ է սոցիալական արդարությունը։ Հիմա դուք ասում եք, այո, այս կրեդիտների պահն եք բերում, ասում եք, որ սա էլ սոցիալական արդարության տեսանկյունից արվում է հենց բուն պատճառը դա է, բայց 129,600 դրամ վճարելու է փաստացի 200,000 դրամ աշխատավարձ ստացողը եւ 1,5 դրամ աշխատավարձ ստացողը։ Նույնիսկ եթե սոցիալական կրեդիտները որոշակի չափով աշխատում են եւ իրադրությունը մեղմացնելու է, բայց սա սոցիալական արդարություն է։ Գիտեք, այս բարեփոխումը իրականացնելիս մենք նաեւ շատ ուշադիր ենք եղել քաղաքացիների կողմից մեզ ուղղվող պահանջին եւ այն մտահոգություններին, որ դուք բարձրացնում եք։ Եվ ի վերջո տոկոսային գանձումից անցում կատարել ֆիքսված ապահովագրավճարին, դա եւս եղել է ընդառաջ մեր քաղաքացիների բարձրացված հարցերին եւ մտահոգություններին։ Այսինքն տոկոսի պարագայում 200%-ն ավելի քիչ կլիներ, 1 միլիոնի պարագայում մի քիչ այլ կլիներ։ Ես հիմա շարունակեմ։ Ինչու, որովհետեւ շատ կարեւոր երկու սկզբունք պիտի ֆիքսենք։ Նախ, նորից եմ կրկնում, մեր քաղաքացիների հիմնական հարցն էր, որ եթե անձը չի աշխատում, ինչու պիտի աշխատող քաղաքացին իր համար վճարի։ Այստեղ մենք նաև մեր քաղաքացիներին լսելով մեր համակարգի մեջ փոփոխություն կատարեցինք եւ անձը եթե սոցիալական խմբի չի պատկանում, այսինքն հաշմանդամություն չունի եւ անապահովության բալ չունի, 28 թվականից հետո միևնույնը պետք է վճարի։ Այսինքն այստեղ արդարացումը, որ ես չեմ աշխատում, չի կարող լինել, որ այլ աշխատող քաղաքացի իր ապահովագրավճարը վճարի։ Սա մի սկզբունք է, որը ձեր նշած հարցը լուծում է։ Հաջորդիվ, գիտեք, երբ որ համակարգը նոր է ներդրվում, մարդկանց համար այնինչ ստանալու են եւ ինչ որ վճարում են, պետք է որոշակի պատկերացնելի լինի, բալանսավորված լինի։ Եվ դրա համար մենք իրականացրեցինք ապահովագրական փաթեթի արժեքի գնահատում, անկախ նրանից, թե այդ փաթեթը ում է մատուցվելու եւ ֆիքսեցինք գումարը, որ բոլորի համար պարզ լինի։ Ես վճարում եմ 129,600 դրամ կոնկրետ ծառայությունների ցանկ պարունակող փաթեթի համար եւ այստեղ թափանցիկությունը եւ պարզությունը համակարգի հակառակը նպաստելու է դրա նկատմամբ վստահության աճին, բայց ձեր նշած հարցը իհարկե մնում է ակտուալ, որ ինչպես ես նշեցի 200,000 դրամ ստացող աշխատավարձ անձի համար այդ վճարվելի գումարը նույն ֆինանսական բեռը չի ինչ որ բարձր ստացողի համար։ Դրա համար մենք գնացինք այս ձևով, ֆիքսեցինք արժեքը փաթեթի եւ այդ ֆիքսվածից արդեն սուբսիդավորման ճկուն համակարգ ենք դնում, որ ինչքան աշխատավարձը բարձր է, այնքան ավելի քիչ սուբսիդավորման կամ հետվերադարձի հնարավորություններ ունես։ Եվ մի այլ հարց էլ կա, չէ՞ որ մեր բարձր աշխատավարձ ստացող անձինք էլ գումարային վճարում են շատ ավելի մեծ հարկեր։ Եվ նրանց վճարած, այո, եւ նրանց վճարած հարկերի արդյունքում էլ մենք կարողանում ենք հոգ տանել 65+ տարիքի անձանց համար եւ մինչեւ 18 տարեկան անձանց համար։ Սա էլ բալանսավորում է մեր սոցիալական արդարությունը։ Եվ ես ուզում եմ նշել, որ գիտեք, մեր ուսումնասիրությունները նաեւ ցույց են տալիս, որ այս ուրեմն 200,000 դրամի շեմը, որ մենք դրել ենք, շատերը անցնելու են ուրեմն իրենց պահանջելու են իրենց գործատուներից, որպիսի աշխատավարձերը ամբողջովին արտահայտվեն, դրանք հարկվեն, որ մարդիկ նաև այս երաշխիքից օգտվեն։ Շատ սա կարևոր է, որ սիրելի քաղաքացիներ, դուք հնարավորություն ունեք ինքներդ օգնելով
Հայաստանի Հանրապետությանը թափանցիկ հարկային դաշտ ստեղծելով ստանալ դրա դիմաց առողջական երաշխիքներ։ Եվ վերջին հարցը, Տիկին Ավանեսյան, ո՞նց է լուծվելու ապահովագրական մասնավոր ապահովագրական ընկերությունների հարցը։ Այստեղ երկու մտահոգություն կա։ Առաջինը մասնավոր ապահովագրականի շահերի մասով, այն առումով, որ իրենք ֆինանսական որոշակի հոսքերից այնուամենայնիվ զրկվելու են, որովհետև այն հիվանդությունները, որոնք ներառված կլինեն արդեն փաթեթներում, ապահովագրության պետության կողմից իրենց մոտից գուցե դուրս գան, գուցե չէ, հավանաբար դուրս են գալու։ Եվ երկրորդը քաղաքացիների տեսանկյունից, փաստացի պետությունն ասում է, որ դու պիտի վերցնես իմ ապահովագրական փաթեթը, ես առաջարկում եմ ծառայությունների այսքան քանակը, քեզ մնացածը դու ինքնուրույն պետք է ապահովես քո գրպանից, դա գուցե լինի մասնավոր ապահովագրականների միջոցով։ Այստեղ արդյոք կրկնակի ֆինանսական բեռ չէ քաղաքացիների համար։ Երկու դրվագով խնդրում եմ մեկնաբանեք։ Ամենևին ճիշտ հակառակը։ Տեսեք, բազային փաթեթի ակտուարական ծախսը եւ հաշվարկները լրիվ այլ են եւ դրանք ըստ էության վերցնելով պետությունը իր վրա մի ամբողջ նոր դաշտ է բացում մասնավոր ապահովագրական ընկերությունների համար ձևավորելու բազայինին պլյուս փաթեթներ եւ դրա շրջանակներում շատ ավելի մեծ բիզնես հնարավորություններ ունենալ։ Սա առաջին կետը։ Երկրորդը երկու տեղ նույն բանի համար չես վճարելու եւ սա էլ շատ հստակ է, որ մեր ծառայությունների փաթեթը շատ պարզ ցուցակ է ծառայությունների։ Չէ, դու բացի համար ես վճարելու, դու մի տեղ վճարում ես սրանց համար, մյուս տեղում վճարում ես դրանց համար։ Չստացվեց երկու ֆինանսական բեռ։ Չէ, դա ստացվեց, որ մարդը ֆինանսական բեռը կրում է բազային փաթեթի համար, եթե իր ֆինանսական միջոցները թույլ են տալիս հավելյալ ծառայությունները եւս ապահովագրվել, նա այդ ծառայությունները ստանում է մասնավոր ապահովագրական ընկերություններից։ Եվ այստեղ գիտեք, պետք է նպատակների մասով էլ խոսել։ Ըստ էության առաջնակի նպատակը մեր պետության առողջ քաղաքացի ունենալն է։ Առողջ քաղաքացի ունենալը անհնար է առանց ապահովագրական փաթեթի, առանց բազային համակարգի։ Սա չի կարող լինել հախուռն վճարումների արդյունքում։ Մեզնից առաջ հարյուրավոր երկրներ այս ճանապարհը անցել են եւ նաեւ ապացուցել են, որ երբ որ պետությունը բազային ենթակառուցվածքը որպես այդպիսին ապահովագրական ստեղծում է, դրա վրա հավելյալ բիզնես հնարավորություններն ու ծառայությունների պահանջարկը մեծանում են եւ մեր քաղաքացիները օգտվելով բազային ապահովագրական համակարգից ավելի շատ են գնահատելու այն ոնց ասեմ հնարավորությունները, որոնք տալու են նաև մասնավոր ապահովագրական ընկերությունները։ Եվ այստեղ էլ պիտի հիշենք, որ մասնավոր ապահովագրական ընկերությունը օրինակ 65+ տարիքի մեկ անձին կապահովագրի, ինչքան որ ես տեղյակ եմ, ոչ։ Ինչու? Որովհետև այո, եւ այս բեռը պետությունը իր վրա է վերցրել եւ ստեղծում է ենթակառուցվածք, առողջապահական ենթակառուցվածք, որը հնարավորություն է տալու մեր մասնավոր ապահովագրական ընկերություններին զարգանալու, ել ավելի հետաքրքիր փաթեթներ առաջարկելու եւ սերվիսի վրա նաեւ բիզնես հնարավորություններ ձևավորելու։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ։ Զրուցակիցս առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էր, կհանդիպենք։